Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է կատարողական թերթիկի ինստիտուտի հրաժարումից կատարողական վարույթի մասին օրենքի համատեքստում։ Այս հարցերի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, օրենքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մարկոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Մարկոսյան, սույն թվականի հունվարի 1-ից կատարողական վարույթի մասին օրենքը մտել է ուժի մեջ։ Պետք է ասել, որ կատարման ենթակա ակտերի հետ կապված հարաբերությունների ողջ կոնցեպտը փոփոխվել է օրենքի ընդունմամբ։ Իհարկե այդ փոփոխությունները բազմաթիվ են, ինտերալիա նշենք, որ ինստիտուցիոնալ արդյունավետության տեսանկյունից կատարողական վարույթի հետ կապված եւ կատարողական վարույթի մասնակիցների իրավունքների, այսպես ավելի արդյունավետ պաշտպանության հետ կապված եւս կատարվել են փոփոխություններ։ Եթե այս հատկանիշով փորձենք մատնանշվել, որոնք են այդ փոփոխությունները եւ ինչպիսի երաշխիքներ կան ուղղված դրանց կատարմանը, խնդրեմ։ Շնորհակալություն։ Կատարողական վարույթի մասին օրենքը, որը ինչպես նշեցիք ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից, մշակման տևական գործընթաց է անցել, դեռևս 2020 թվականից ձևավորվեց աշխատանքային խումբը, որը ավելի քան 3 տարի աշխատել է նախագծի վրա։ Պատճառը նա է, որ ոլորտը բարդագույններից է, շատ ծավալուն է եւ մենք մի շարք խնդիրներ ունենք լուծելու։ Մի կողմից մենք ունենք Հայաստանի Հանրապետության դեմ կայացված մի շարք մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, որտեղ արձանագրվել էին կատարողական վարույթին առնչվող մի շարք հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք էին զգում։ Մյուս կողմից դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը, այսինքն նախկինում գործող օրենքը, շուրջ 25 տարեկաններ եւ այս ընթացքում բազմաթիվ հատվածական փոփոխությունների էր ենթարկվել, ինչը պայմանավորված էր մի կողմից իրավակիրառ պրակտիկայի մարտահրավերներով, իսկ մյուս կողմից իրավունքի այլ ճյուղերում տեղի ունեցող զարգացումներով, ընդհանուր օրինակ ժամանակի ընթացքում հարկադիր կատարման ենթակա ակտ դարձավ նաեւ օրինակ վարչական ակտերը, հանրային դրամական պահանջները եւ այլնի մասնավորի։ Եվ մյուս կողմից էլ բնականաբար մենք չէինք կարող հաշվի չնստել նորանոր մարտահրավերների հետ եւ մյուս կողմից նաեւ պետք է կարգավորումները համապատասխանեցնենք առաջադեմ փորձին, այստեղ նաեւ նկատի ունեմ տեխնոլոգիական զարգացման առումը, որովհետեւ օրըստօրե տեխնիկական կամ տեխնոլոգիական զարգացումը իր հետ բերում է նաեւ նոր հնարավորություններ։ Այս ամենը հաշվի առնելով մենք ի վերջո որպես մեծ նպատակ նախանշել ենք կատարողական վարույթի համակարգի արդյունավետության շեշտակի բարձրացումը, որի շրջանակներում բնականաբար պետք է տեղ գտներ պարտատիրոջ եւ պարտապանի շահերի ողջամիտ հավասարակշռություն։ Սա շաբաթանց կարևոր մեկնակետ է, որովհետեւ իհարկե մենք ուզում ենք ունենալ լավ կատարողական վարույթ, այսինքն արդյունավետ կատարողական վարույթ, բայց դա չի կարող լինել ի հաշիվ պարտապանի շահերի եւ հակառակը։ Չենք կարող պարտապանի համար ստեղծել շահեկան ռեժիմ ի վնաս պարտատիրոջ բնականաբար ստանալիքի, գումարի կամ այլ բարիքի, որ պետք է ստանա կատարման ենթակա ակտով։ Հետեւաբար այս երկու խնդիրներն են ամենաառաջին հերթին մեր առջև դրված եւ արդյունավետությունը մենք տեսնում ենք մի քանի չափանիշներով, դրանց մեջ ի թիվս այլնի մենք նաև նախանշել ենք տեխնոլոգիական զարգացումներին համընթաց տեխնիկայի կիրառման հնարավորությունները, այսինքն դա կարող է լինել, չգիտեմ, հաղորդակցության շրջանակներում, տեղեկատվության փոխանակման շրջանակներում, ընդ որում այստեղ խոսք է գնում ոչ միայն կատարողական վարույթի մասնակիցների միջև կամ կատարողական վարույթի մասնակիցների եւ հարկադիր կատարողի միջև, այլև կատարողական վարույթին առնչվող այլ սուբյեկտների միջև հաղորդակցությանը, եւ սա բնականաբար մի կողմից արագացնելու է էականորեն գործընթացը, մյուս կողմից էականորեն նվազեցնելու այս ընթացքում կամ այս առնչությամբ պետության կողմից կատարվող ծախսերը, նաեւ կատարողական վարույթի սուբյեկտների ծախսերը։ Եվ նաև շատ կարևոր է հակակոռուպցիոն բաղադրիչ այս ամեն ինչի, ինչու, որովհետև էլեկտրոնային տիրույթում իրականացվող գործողությունը ունեն հստակ հետագծելիություն եւ չափելիություն, եւ սա իր հերթին նաև զսպող գործիք է իր հերթին հանդիսանում։ Ես խոսեցի նրա մասին, որ մեր նպատակն էր խնայողությունը եւ հանրարդարության պետք է նշենք, որ բարեփոխումները հասցեագրված են ոչ միայն կատարողական վարույթի մասնակիցների դիրքերի կարգավորմանը, հստակեցմանը եւ բարելավմանը, այլև կատարողական վարույթին առնչվող այլ սուբյեկտների իրավիճակը բարելավելուն եւ ընդհանուր առմամբ իրավունքի շահի կամ օրենքի գերակայությունը երաշխավորելուն։ Այս տեսանկյունից դեռևս
2020 թվականին մեկ այլ աշխատանքային խմբի շրջանակներում առիթ ունեցել ենք մշակելու դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որի շրջանակում ի թվս այլնի առաջարկվում էր հրաժարվել կատարողական թերթի ինստիտուտից։ Մի փոքր պարզաբան է մեզ լսողներին։ Մինչև այդ մասին, այդ հարցի մասին խոսելը, որտեղ այսօրվա մեր քննարկման առանցքը կատարողական թերթից հրաժարվելն է, փաստորեն իրավական, օրենսդրական փոփոխությունները ինստիտուցիոնալ վարչական, որոնք բերում են եւ այստեղ եւ տարիների ընթացքում ուրվագծվել են այն բոլոր հիմնախնդիրները եւ Եվրոպական դատարանի կողմից, ինչպես նշեցի, կատարման ենթակա որոշումներին, որտեղ հստակ խնդիրները այսպես մատնանշվել են, այն կարող ենք ասել, որ այն երաշխիքները, որոնք այսօր կան, թե լինեն դրանք օրենսդրական, թե իրավական, բերելու են նրան, որ մենք կարող ենք մի քանի տարի գոնե այս ոլորտում այս ինստիտուցիոնալ խնդիրների հետ կապված եւ ընդհանրապես այն պրակտիկ խնդիրների, որոնք ունեցել ենք ընթացքում, լուծումներ տալ գոնե կարճաժամկետ։ Ես հեռու եմ այն մտքից, որ օրենսդրությունը երբևէ կարող է լինել կատարյալ, որովհետեւ կատարելության մասին չի խոսքը։ Դինամիկ զարգացող երևույթը, հատկապես ներկայումս արագ փոփոխվող հարաբերությունները եւ դրանց բովանդակային փոփոխությունները նկատի ունենալով, սակայն ամենայն պատասխանությամբ կարող ենք պնդել ոչ թե այն պատճառով, որ հանդիսացել եմ նաեւ նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի անդամ, այլև այն պատճառով, որ օբյեկտիվ աչքով եմ դա դիտարկում եւ կարելի ասել, որ մենք մեր առջեւ դրված խնդիրները ավելի քան լուծել ենք, այսինքն այն խնդիրների շրջանակը, որը առկա էր եւ արձանագրվել, մի քանի քայլ էլ առաջ են գնացել, քան այդ բանը դրանք մեզնից լուծում են պահանջում։ Սա միանշանակ է եւ այո, մենք կարող ենք խոսել այն մասին, որ մենք ունենք բավական առաջադեմ կատարողական վարույթի մասին օրենսդրություն եւ մի փոքր անհամեստություն թող չնչի, բայց այս առումով նույնիսկ կարող ենք միտք արտահանող լինել։ Սովորաբար Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներից ցանկանում եմ հարցնել, արդյոք մենք փոխարինենք։ Բայց այստեղ ոլորտի առաջամարտիկ կարող ենք լինել կամ որոշ երկրներում այդ գոնե այդպեսին կարող ենք հավակնել լինելու եւ հանրարտադրության աշխատանքային խումբն է բավական շերտ մասնագիտական տարբեր ոլորտներ է ներկայացվում եւ մենք փորձել ենք մաքսիմում հավասարակշռել բոլոր դիրքորոշումները եւ այո ստացվել է բավական հաջող փաստաթուղթ եւ նաեւ նախագիծը, եթե չեմ սխալվում, Եվրոպայի խորհրդի փորձագիտական միջազգային փորձագետի կողմից է փորձակնություն անցել, կարծիքը միանշանակ դրական է եղել։ Շատ բարի, շատ դրական է, որ այսպիսի մուտքով է գործում օրենքը տվյալ եւ արդեն ուժի մեջ է մտել, բայց այսպիսի մի հարց, արդյոք այն ռիսկերը, որոնք որ առաջացել են պրակտիկ վերլուծությունից, այդ ռիսկերը բոլորը հաշվարկված են եւ կարող ենք ասել, որ իսկապես թե փորձագիտական արտաքին միջազգային եւ ներքին կարողացել ենք հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք իրոք փաստաթղթային մակարդակով այո, բայց ցանկացած իրավական կարգավորում ըստ էության ոչինչ է, եթե իրավակիրառը ունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ եւ հմտություններ։ Այս տեսանկյունից էլ պետք է ասել, որ օրենքի ավելի ուժի մեջ մտնելու հանգամանքը իշարս արնի պայմանավորվածներ նրանով, որ մենք պետք է մեր հարկադիր կատարողներին նախապատրաստենք այն գործընթացներին, այո, զարգացնենք կարողությունները եւ ունակությունները, նաեւ որոնք իրենց առջեւ դրված է։ Օրենքը հեշտերից չէ, օրենքը բավական ծավալուն է եւ մի շարք հարցեր էլ դրա մեջ նորարարություն են։ Շատ բարի։ Անդրադառնանք կատարողական թերթի ինստիտուտի վերացման։ Այս մասին շատ երկար խոսվել է, որ այն արդեն հնացած է եւ նաեւ բնականաբար հիմնավորումներ կան, որ դատական ծանրաբեռնվածությունը անհարկի է այդ պատճառով, անհարկի է դարձնում դատական ծանրաբեռնվածությունը այդ պատճառով դատական խնայողության սկզբունքի հետ են խնդիրները առաջանում։ Այ կատարողական թերթի ներողություն ինստիտուտը վերանում է։ Անձը կարող է դիմել դատարան եւ այդ գործընթացը հեշտանում է կոնկրետ կատարողական թերթի հետ կապված բոլոր գործընթացները նախաձեռնելու, մեկնարկելու եւ այլն։ Այդ գործընթացը կարծես թե ուժի մեջ է մտնում օրենքի հիման վրա սեպտեմբերից, արդյոք սա նշանակում է, որ այդ բոլոր գործողությունները կատարողական թերթի հետ կապված մեկ դիմումի ուժով դատարան է անձը դիմում եւ այդ բոլոր թե տարբեր փուլերում կարող են տարբեր դիմումների անհրաժեշտություն լինել, այստեղ փուլային անցում է լինելու, թե ոչ։ Եվ այսպիսի նաեւ հարց, որ նաեւ ինչ որտեղ մեր խոսակցության շարունակությունն է, դատական ծանրաբեռնվածությունը կատարողական թերթի պատճառով բազմիցս ասվել է եւ դա նորություն չէ։ Արդյոք կան ինչ-որ հետազոտություններ, որոնք խոսում են այն մասին, որ այս փոփոխությունը կարող է բերել ինչ-որ հաշվարկ, չգիտեմ, փոփոխության, թե դեռ վաղ է այս մասին խոսել։ Բացարձակ վաղ չէ, նույնիսկ մենք ուշացրել ենք այս բարեփոխումը, այդպես թույլ տվեք արտահայտվել։
Ինչու, որովհետև կատարողական թերթի նախ գործառնական կողմից գանք, որն է դրա նպատակը ըստ երևույթին, եթե դիտարկում ենք, ինքը վերարտադրում է դատական ակտի եզրափակիչ մասը ամբողջությամբ կամ համապատասխան մասով, եւ միակ բանը, որ դատական ակտից տարբերվում է, ստեղծության արձանագրումն է նրա մասին, որ դատական ակտը մտել է ուժի մեջ։ Այսինքն այս համեմատականը վկայում է, որ հարկադիր կատարում նախաձեռնելու անհրաժեշտություն փաստելը ընդհանրապես մեզ պետք է տեղեկություն, թե դատական ակտը ուժի մեջ է, թե ոչ։ Եվ եթե մենք այս հարցին նայում ենք արկա գործիքը կազմերի համատեքստում, արդեն կարող ենք արձանագրել, որ դատալեքս համակարգը, որտեղ ի թիվս այլնի նաև նշվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու եւ դրա օրվա մասին, արդեն իսկ փաստում է համապատասխան իրողությունը։ Եվ նման հանգամանքների հաշվառմամբ հարց է առաջանում, ինչու ենք մենք ստիպում քաղաքացուն դիմել դատարան, սպասել որոշակի ժամկետ, քննարկում ունենալ, դրա առնչությամբ դատարանը որոշում կայացնի, երբ որ գտնում է, որ դիմումը օրենքի խախտումով է ներկայացված կամ կաթեր տալու հիմքերը բացակայեն, այսինքն մերժելու կամ առանցքնության թողնելու, սա հսկայական գործողություն է իր մեջ ներառում։ Իսկ որպեսզի իմ հնչեցրածը ավելի առարկայացնենք, հետեւյալն է՝ տարեկան Հայաստանի Հանրապետության դատարանները տալիս են ավելի քան 100,000 կատարողական թերթ, ավելի քան, ես մինիմումն եմ ասում, թիվը մեզ մոտ որ կար 2019 թվականին եմ ես դիտարկել 17-ից 19 218,000 ընդհանուր կատարողական թերթ է տրվել եւ միայն 2019-ին 110,000 եւ ավել էր, այսինքն հիմա հեռանկարը ենթադրվում է ավելի է մեծացել այս տեսանկյունից։ Եվ միջին հաշվարկով շատ արագ գործելու դեպքում մեկ կատարողական թերթի տրամադրման վրա դատարանը ծախսում է 5 րոպե։ Եթե այս հաշվարկն ենք անում, ստացվում է տարեկան մոտ 1200 եւ ավելի օր, իսկ դա էլ եթե որ օրինակ այդ գործը պատվիրակենք մենակ դատավորի ով զբաղվելու այս հարցով, ավելի քան 5 դատավորի հաստիքի մասն է խոսքը։ Այսինքն միայն այս լուծումը մեզ բերում է տարեկան 5 դատավորի հաստիքի խնայողություն։ Իսկ այն մարտահրավերները, որ մենք ունենք դատական իշխանության առջև, այդ թվում ողջամիտ ժամկետներում քաղաքացիների գործիքնության իրավունքի երաշխավորման խնդիրները նկատի ունենալով էական ներդրում է։ Ես կուզեի, որ մեր շատ իրավական ակտեր նման հետագից թողնեին մեր խնդիրների լուծման համար, օրինակ։ Եվ հետեւաբար, այո, էական բան է փոխվում եւ դատարանների կյանքում եւ դատական ակտի հասցեատերերի կյանքում կատարողական վարույթ նախաձեռնելու տեսանկյունից եւ իհարկե դուք նշեցիք օրենքի անցումային դրույթներում կատարողական թերթի ինստիտուտից լիարժեքորեն հրաժարվումը նախատեսվում է սեպտեմբերի 1-ին 2026 թվականին, պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայումս տեխնիկական լուծումներ են տրվում դատարան եւ համապատասխան մարմիններ եւ հարկադիր կատարում ապահովող ծառայություն տվյալների փոխանակման, այդ թվում օրինական ուժի մեջ մտած տվյալի մասն է խոսքը, դրա մասով եւ հետաբար համակարգի ներդրմամբ այս փուլը կհամարենք մեկնարկած։ Բայց սա նկատի ունենանք, որ սեպտեմբերի 1-ը վերջնաժամկետն է, ոչ թե հենց ֆիքսված օրը, դա նշանակում է, որ եթե ամեն ինչ ավելի հաջող ստացվի, դրանից շուտ էլ կարող է համակարգը գործարկվել։ Շատ բարի, եթե ավելի շուտ իհարկե գործարկվի, դա միայն քաղաքացիների շահից է բխում, միայն այսպիսի հարց փուլային անցում չի լինելու, այստեղ էլեկտրոնային համակարգը գործելու է կաթերթի հետ կապված բոլոր գործողությունների այսպես գեներացման համար մի դիմումի տեսքով։ Հա, մենք այդտեղ այս պայդրությամբ այդպես է, թե հավելյալ տեղեկություն լինի, ես ենթադրում եմ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համակարգի բնութագրին գործառնական կողմին մանրամասն կտեղեկացնի, հանդես կգան համապատասխան հաղորդագրություններով եւ մեր քաղաքացին անցնցում կանցնի այս նոր համակարգին, որը արդեն իրականում հարիր է նաեւ արկա տեղեկատվական համակարգերի զարգացման միտումներին։ Քաղաքացիները սույնով ազատվում են ավելորդ օղակից դատարան դիմելու դիմում ներկայացնելու ժամանակի խնայողություն, ռեսուրսի խնայողություն եւ կարող ենք ասել, որ այս փոփոխությունները բերելու են այլ ֆունկցիոնալ գործընթացների նաեւ փոփոխության։ Եթե նկատի ունենք դատարանների ծանրաբեռնվածության տեսանկյունից միանշանակ այո, որովհետև 5 դատավորի հաստիքը իրականում մեր ընդհանուր դատավորների թվականակի համատեքստում դա մեծ կշիռ է։ Ես 5 ասացի, բայց շատ հնարավոր է ներկայումս դիտարկենք այդ թվերը ավելի շատ լինեն։ Այո։ Եվ մեծ ներդրում է այս համատեքստում։ Շատ բարի, ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք կատարողական վարույթի մասին օրենքի եւ այդ համատեքստում, օրենքի համատեքստում կատարողական թերթից հրաժարվելի ինստիտուտի մասին։ Եվ մեր զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, օրենքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանը։ Պարոն Մարկոսյան, շարունակելով մեր զրույցը, շատ կարեւոր է, որ քաղաքացիները իրենց վրա կզգան այդ փոփոխությունը
փոփոխությունները եւ կարծում եմ արդեն իսկ ընթացիկ տարվա հունվարից զգում են այդ փոփոխությունները, որոնք հեշտացնում են վերջիններիս կյանքը։ Իսկ այս փոփոխությունների մասին նրանք տեղեկանում են իրազեկման արշավներից, կարծում եմ օրենքի հետ կապված բավականին լայն եւ շատ բարեհաջող արշավ է արվում, կան դեռևս քաղաքացիներ, որոնք զանգում են ինչ-որ հարցերի մասով, տեղեկանում են, թե կարծես թե շատ այսպես հարթ է ընթանում այդ process-ները։ Ես հեռու եմ այն մտքից, որ մենք արդեն հասցրել ենք բավարար չափով եւ բոլորին տեղեկացնել բոլոր նորանոր կարգավորումների մասին, ոչ տեղեկատվական ստեցան գործընթացները միջոցառումները պետք է լինեն շարունակական եւ մենք դեռևս օրենքի լիարժեք կիրառումից հետո էլ հարցեր ունենալու ենք, որ պետք է քննարկենք։ Ընդ որում դրանց մի մասը նեղ մասնագիտական շրջանակների հետ էլ եւ որպեսզի լուծումներ գտնենք, ուղղակի տեղեկացման կարգով ասեմ, որ օրենքի մեկ այլ համահեղինակի պարոն Վագն Դալաքյանի հետ մենք նաեւ հեղինակել ենք համապատասխան ուղեցույց օրենքի մեկնաբանման Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, դա կարծեմ հրապարակային հասանել է եւ հետաքրքրող անձինք նաեւ կարող են օգտվել դրանից, որտեղ բացահայտվել են շատ գաղափարներ, որոնք օրենքի տեքստում չեն եղել, բայց հեղինակները ունեցել են կարգավորումները մշակելիս։ Շատ բարի, աղբյուրները կարող եք մատնանշել զուտ քաղաքացիների համար։ Նկատի ունեք որտեղից կարող են գտնել։ Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակ։ Ենթադրում եմ այդտեղ կայքում ուղղակի հասանել, սպայն կայքի համապատասխան դոմենը կդժվարանա հիշատակել, բայց հետագայում կփորձենք նաև հանրայնացնել այդ տվյալները։ Փոփոխություններ են կատարվել նաև կատարողական վճարների եւ կատարողական ծախսերի հետ կապված։ Խնդրում եմ նաև մեր համակարգացիներին, հայրենակիցներին ներկայացրեք այս առումով, որոնք են այդ փոփոխությունները, արդյոք նախատեսվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր ինստիտուցիոնալ մոտեցում։ Հետևյալը ասեմ, ասացի, որ մեր խնդիրներ շահերը հավասարակշռել պարտատիրոջ եւ պարտապանի եւ մյուս կողմից խթանել կամովին կատարումը։ Այստեղ կամովին բառը ճակերտների մեջ օգտագործեն, որտեղ կատարողական վարույթի հարուցումից հետո կամովին կատարումը այդքան էլ տեղին չէ։ Այնուամենայնիվ շատ դեպքեր մենք ունենք իրավակիրառ պրակտիկայում էլ, որ պարտապանը դիմադրում է, երկարատև է գործընթացը դառնում, հարկադիր կատարողը բազմաթիվ քայլեր անում, որոնք սովորական պայմաններում չպետք է կատարվեն, արդյունքում սա իր հերթին ծանրաբեռնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։ Սրանից ելնելով է, որ խրախուսական համակարգ է ներդրվել եւ նախ կատարողական ծախս ինստիտուտը նախկին իմաստով այլևս չի կիրառվում, այստեղ մենք օգտագործում ենք կատարողական վճար հասկացությունը, որը նշանակում է պարտադիր վճար պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված կարգով եւ չափով եւ կատարողական գործողությունների կատարման համար ծախս արտահայտությունն է օգտագործվում, որը ենթադրում է արդեն կոնկրետ գործողությունները կատարելիս հարկադիր կատարողի կողմից կատարված ծախսումները, կլինի գործողությունների կազմակերպման, վճարման, տեղափոխման, պահպանման գույքի եւ այլն։ Այսինքն սկզբում պետությունը ծախսում է, բայց ինքը որոշել է որոշակի սանդղակ, որ կատարողական վարույթի ավարտից հետո դա պետք է հատուցվի կատարողական վճար վճարելու միջոցով։ Սա մեկ։ Եվ որն է այստեղ խթանիչ հանգամանքը։ Ուրեմն օրենքի մեջ նախ տարանջատվում է դրամական եւ ոչ դրամական պահանջների ասպեկտը եւ դրամական պահանջների մեջ մինչեւ 100,000 դրամի դեպքը հետեւյալն է։ Մինչեւ 10,000 դրամը կատարողական վճարը կազմում է գանձման ենթակա գումարի 50%-ը, դրանից հետո մինչև 100,000 դրամի դեպքում 5,000 դրամն է ստատիկ, այսինքն կայուն վճար է։ Սրանից զատ մենք եթե 100,000 դրամը գերազանցող բռնագանձման դեպք ունենք, ապա ինչպես է տարանջատվել։ Եթե գումարի գանձումը իրականացվում է անկանխիկ միջոցներից եւ դա տեղի է ունենում վարույթ հարուցելուց հետո երկշաբթի ժամկետում, ապա գանձումը հավելել 2%։ Եթե դրանից հետո երկու շաբաթից հետո, ապա 4%։ Նույն կերպ խթանել ենք հաշտությունը։ Այո, աճում է։ Այսինքն որքան ձգվում է, որքան շատ է չարչարվում հարկադիր կատարողը, որքան շատ է սպասում պարտատերը, այնքան վճարը մեծանում է։ Այսինքն այնպես ենք ասում, որ պարտապան հնարավորինս արագ, ըստ հնարավորության խնդիրը կարգավորիր։ Հաջորդիվ, բնականաբար հաշտությունը ցանկացած ընթացակարգային հարաբերություններ ներառել կատարողական վարույթում հարցի կարգավորման լավագույն տարբերակն է, որովհետև ինչքան էլ օրենսդրությունը լավը լինի, հավասարակշռող լինի, միշտ ինչ-որ մեկը նեղացած է լինելու։ Իսկ այս պայմաններում մենք ասում ենք, եթե վեճը ձեր մեջ կկարգավորեք, նույնիսկ վճռից կամ այլ կատարման ենթակա ակտից հետո հաշտության համաձայնությամբ, ապա եթե երկշաբթի ժամկետում դա կանեք, անկախ գումար նույնիսկ եթե չեք մուծել, ապա 2% կլինի կատարողական վճարը, եթե երկու շաբաթից հետո կրկին 4%։ Եթե խոսքը գնա կանխիկ գումարի բռնագանձման մասին, այստեղ արդեն գործողությունները շատ են, ինչի որտեղ նախորդ դեպքում մենք գործ ունենք համակարգերով գանձումների հետ, ուղարկեցինք հաղորդագրությունը բանկերին, այնտեղից գումարը եկավ եւ հարցը կարգրեց, այս դեպքում պետք է հասցե այցելենք եւ այլն, այս դեպքում արդեն վճարը կկազմի 5% եւ
ամենածայրահեղ դեպքը նա է, երբ որ հարկադիր կատարողը ստիպված կլինի պարտապանի գույքը իրացնել։ Այս դեպքում վճարը կկազմի 10% իրացված գումարի գնի, բայց ոչ ավել, քան գանձման գումարի 10%-ի չափով։ Սա առավելագույնն է, որը կարող է տեղի գտնել դրամական պահանջների դեպքում, իսկ ոչ դրամականի դեպքում 3 սանդղակ է նախատեսված, մինչև 500,000 դրամի դեպքում 100,000 դրամ 3%, բայց ոչ կատարածի փաստացի ծախսերի 3-հապատիկ, բայց ոչ պակաս քան 100,000 դրամը, 500-ից մինչև 1.5 միլիոնի դեպքում, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով է ստացվում, այսինքն 3-հապատիկ կատարական ծախսեր, եթե այդքան են կազմել։ Իսկ 1.5-ից վերևը արդեն գերազանցող տոկոսը կդժվարանա ասել, կրկին եռապատիկի տրամաբանությունն է այստեղ պահպանվում։ Ասածը նրա մասին է, որ բոլոր դեպքերում մենք կոչ ենք անում պարտապանին լինել պատասխանատու, ենթադրենք սխալվել եք որևէ հարաբերությունում ձեր դեմ կայացվել է դատական ակտ կամ այլ հարկադիր կատարման ենթակավորություն, դա վերջնական վճիռ չէ եւ դրանից հետո կարելի է վարքը փոխել։ Հակառակ դեպքում, այո, հաշտության գալ կամ կամովին շտկել խնդիրը այնպես որ բոլորը գոհ մնան։ Այլ սրերով պետք չի ընդունել իրողությունը, որովհետեւ կա վերջնական ակտ, որը պարտադիր է, այստեղ այլ անելիքներ չկան։ Եվ օրենսդրի ստեյցիան գծած կարմիր թելը հենց դրա մասն է, որոնք հիշատակեցի եւ հարցը նաեւ այն մասին, թե կատարողական վճարը ով է մուծում, բնականաբար առաջի ենթադրությունը նրա մասն է, որ դա պետք է լինի պարտապան, ինչի որտեվ այս գործընթացը ձեռնարկվել նախաձեռնվել հենց պարտապանի վարկագծի արդյունքներով, հետեւաբար այստեղ դրված է մեղավորության, սկզբունք ով մեղավոր է, նա էլ կվճարի, մեծ հաշվով մեղավորության, մեր ավանդական ընկալումներով չէ։ Եվ որոշ դեպքերում արդեն պարտատիրոջն ենք մենք փոխանցում, երբ որ կատարողական վարույթի ընթացքը ընդհատվում է, ավարտին չի հասնում իր վարկագծի արդյունք, օրինակ դիմումից հրաժարվում է կամ բռնագանձված գումարը չի վերցնում։ Այս դեպքում արդեն ասենք ծախսերը կդրվի պահանջատիրոջ վրա։ Երևույթին այսքանով էլ կարելի է եզրափակել կատարողական վճարների հետ կապված հարցերը, եւ կատարողական վճարները գանձվում են հարկադիր կատարողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում դրա հիման վրա նոր վարույթ կարող է հարցվել։ Շատ բարի, իսկ ինչ փոփոխություններ են կատարվել պարտապանի գույքի կազմի պարզելու հետ կապված։ Դուք հավանաբար լսած կլինեք դեպքեր, երբ որ ասում են այս մարդը պարկ է, բայց իր համար ազատ շրջում է, նույնիսկ մեքենա ունի եւ այլն։ Այս խնդիրը իրականում անթույլատրելի է, որովհետև դա խարխլում է հավատը պետության իրավակարգի նկատմամբ եւ մենք խնդիր ունենք բացահայտելու նաեւ գործիքակազմեր ներդնելու, թե ինչպիսի գույքեր կան, որոնք ավանդական միջոցներով չեն հայտնաբերվում։ Արդյունքում ներդրված միջոցների արդյունքում լրացվել է այդ գործիքակազմերը բացահայտելու, այսինքն եթե հիմա ունենք գույքագրումը, ունենք հայտարարագիրը պարտապանի կողմից ներկայացվող, հիմա ավելացել է նաև էլեկտրոնային համակարգերով նոտարներից ստացվող տեղեկությունները, որովհետև հնարավոր է ժառանգության վկայագիր լինի չտանի գրանցելու։ Սա շատ կարևոր է, որովհետև այդտեղ նորմալ ակտիվներ կարող են լինել։ Հաջորդը պարտապանի կոնտրագենտների եւ գրանցող մարմիններից տեղեկությունների փաթեթն է։ Այստեղ մտնում են ընդհանուր մինչև թվային դրամապանակներ, խաղային ոլորտի սուբյեկտների մոտ հաշիվներ եւ այլն, որոնք առաջի հայացքից մեր մտքով երբևէ չեր անցնի, որ այնտեղ բան կա, բայց կարող է եւ ակտիվներ լինեն։ Եվ հաջորդ հնարավորությունը կարող է լինել նաեւ տարանցիկ հաշվով փոխանցումներ, երբ որ օրինակ այլ երկրից մեր երկիր ինչ-որ մեկին գումար է գալիս, բայց ոչ հաշիվների վրա, իսկ սա հարկադիր կատարողի արգելանքները ներկայումս չեն որսում եւ չեն վերցնում։ Իսկ այս նոր փոփոխությունով սրանք եւս հասանելի են լինելու։ Այսինքն ստեղծված իրավիճակով հետեւյալն է, պարտատերը դժգոհելու տեղ չունի, որովհետեւ պետությունը ողջ գործիքակազմը կիրառել է իր շահերը բավարարելու համար։ Պարտապանն էլ բնականաբար, եթե փորձում է թաքցնել, դա ոչ իրավաչափ վարքագիծ է։ Եվ ստուգման ենթակա է։ Իսկ պարտատիրոջ տեսանկյունից կան ստուգման մեխանիզմներ այդ պետության կողմից գործիքակազմը կիրառելու ընթացքում։ Իհարկե, նախ սկսենք նրանից, որ ես ասացի, մեր նպատակներից մեկը թվայնացումն է համակարգի, այստեղ անձնական գրասենյակի մասին պետք է խոսենք առաջին հերթին, անձնական գրասենյակը դա մի գործիք է լինել կամ գործիքակազմ, որի շրջանակում կողմերը եւ ոչ միայն կողմերը հնարավորություն ունենալու ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դիմումներ տալ, դիմումներ ստանալ, այսինքն գործընթացը թվայնացվում է։ Այս տեսանկյունից բնականաբար կատարված հարցումները եւ դրանց արդյունքները թարթակում պետք է հասանելի լինեն առնվազն կողմերին, այնքանով որքանով չեն պարունակի համապատասխան գաղտնիքներ։ Եվ սա էլ կլինի եւ վերահսկելու եւ անհրաժեշտության դեպքում նաեւ բողոքարկելու հարկադիր կատարողների գործողությունը կամ անգործությունը, ինչպես նաեւ որոշումները։ Այսինքն հրապարակայնությունը կարող ենք ասել, որ երաշխավորված է։
Ես կասեի տեղեկությունների մատչելիությունը, ոչ թե հրապարակայնությունը, որովհետև լայն հասարակություն չպետք է իմանա իմ հաշիվները ինչքան գումար կա, կողմերի համար մատչելիությունը կա, բայց նաև այստեղ հրապարակայնության բաղադրիչ կա։ Մենք ավելացրել ենք որոշակի տվյալներ, որոնք հանրամատչելի են լինելու բոլորիս։ Օրինակ, ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ մտնել քաղաքացիական իրավական, այստեղից կարող եմ հասկանալ իր դեմ կատարողական վարույթներ կան, ի վերջո իր ֆինանսական վարկագիծը ինչպիսին է։ Կամ առասարակ քաղաքացիական շրջանառության մասնակից վարկագիծը ինչպիսին է։ Դա հանրամատչելի տվյալներ են, հանրամատչելի տվյալներ են հարթակների միջոցով դրանք էլ հնարավոր կլինի, իհարկե առանց անհատականացնելու շատ բաներ ստանալ նաև վիճակագրական տվյալներ։ Սա եւս կարևոր է այդ գործիքակազմը վերջնական լինելուց հետո առանցին կարծում եմ կլուսաբանվի։ Շատ կարևոր է այս մասին խոսելը, մենք կարծում եմ նույնպես հնարավորություն կունենանք հետագա հաղորդումների ընթացքում անդրադառնալ, այնուամենայնիվ օրենքը արդեն ուժի մեջ է, կարող ենք արձանագրել որոշակի ինստիտուտների փոփոխության հետ կապված արդեն դինամիկա, այն ինչ որ գոնե ուժի մեջ է մտել։ Ես մի փոքր զգուշավոր կարտահայտվեի այս փուլում, որովհետև ինչպես նշեցի, օրենքը հեշտերից չէ, բավական ծավալ ունեն, նույնիսկ երբեմն մենք կատակում ենք, որ օրենքը պետք է օրենսգիր կանվանվեր, ոչ թե օրենք իր ծավալները եւ համապարփակությունը նկատի ունենալով, եւ բնականաբար լավ կլինի, այսպես ասած, հարցը գնահատենք, հետ հայացքցենք մի քիչ ավելի ժամանակ անցնելուց հետո, դա թույլ կտա եւ հասկանալ մեր ձեռքբերումները եւ թույլ կտա արձանագրելու խնդիրները լուծման կարիք ունեցող, ընդհանուր չեմ բացառում օրենքում փոփոխությունների կարիքներ լինեն, բայց դրա համար մեզ ժամանակ է պետք հասկանալու ինչն է մեկնաբանմամբ լուծվում, ինչը հնարավոր չէ լուծել մեկնաբանմամբ։ Պարոն Մարկոսյան, այսպեսի մի հարց, իսկ կատարողական թերթը բնորոշ է կատարման ենթակա բոլոր ակտերին, թե ոչ բոլոր, եւ այստեղ բոլորին է վերաբերելու բնականաբար երևի։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, իրականում չէ, բոլորին չի վերաբերում, կատարողական թերթը ներկայումս կիրառել է դատական ակտերի շրջանակի առնչությամբ եւ մյուս կատարման ենթակա ակտերի, օրինակ վարչական ակտերի, չգիտեմ, նոտարական մակագրության, արբիտրաժի, վճռի եւ այլնի առնչությամբ դրանք ուղղակիորեն կիրառելի չեն, որոշ դեպքերում դառնում են դատական ակտ եւ դրանից հետո են կատարողական թերթի վերածվում։ Այս տեսանկյունից փաստորեն ստացվում է, որ գործող օրենսդրությունը, այսինքն մինչև այդ կատարողական թերթից լիարժեք հրաժարումը իր մեջ ուներ աններդաշնակություն։ Հարց է առաջանում, ինչի վարչական ակտի դեպքում մենք պետք է ուղղակիորեն կարողանանք դիմել, իսկ դատական ակտի դեպքում ոչ, օրինակ էլի։ Այս տեսանկյունից դիսոնանս ունենք եւ հենց այս իմ ասածիցը բխեցնեմ մյուս խնդիրը, որ ի սկզբանե օրենքը դատական ակտերի հարկադիր կատարման մասին, հա, մշակվել է դատական ակտերի կատարման մասով եւ ժամանակի ընթացքում ծավալվել է, հենց դա է պատճառը, որ օրենքի անունը շարունակում էր մնալ դատական ակտերի հարկադիր կատարման մասին, բայց կարգավորումները վերաբերում են մի շարք այլ ակտերի։ Եվ պատական չէ նաև որ վերջերս հենց իրավասու մարմնի անուն փոխվեց հարկադիր կատարման ապահովող ծառայություն, ոչ թե դատական ակտերի ԴԱՀԿ բոլորին հայտնի, հա, այդ ծառայությունը։ Շատ բարի, կարծում եմ, որ այստեղ այդ ներքին հակասությունները օրենքի կբերեն իրենց փոփոխություններին։ Ինքը, այո, իրականում միայն ձևական մասով չենք դիտարկում հարցը, ինչի, որովհետև գործող օրենքի շրջանակներում նկատի ունեմ նախկին օրենքի մասին հետևյալ իրավիճակներ կային մի շարք ակտեր, որոնց մեջ մութանդից, այսինքն համապատասխան փոփոխությունները հղումներ էր կատարված դատական ակտի կատարման ռեժիմին, բայց դրանք շատ դեպքերում իրանց չափով, ձևով եւ բովանդակությամբ կիրառելի չէին այդ ակտերի կամ դրանց առնչությամբ բովանդական առանձնահատկությունների նկատմամբ։ Գործող, այսինքն նոր մշակված օրենքը բոլոր հարաբերությունների նկատմամբ ունի առանձնահատուկ վերաբերմունք կամ առնվազն այնպես է գրված, որ բոլոր հարաբերությունները իր մեջ ներառում է։ Շատ բարի, եւ վերջին հարցը ո՞րն է ձեր հորդորը մեր քաղաքացիներին, ովքեր այս փուլում են գտնվում։ Բնականաբար անկախ կատարողական վարույթի սուբյեկտ եք թե ոչ, բարեխղճությունը եւ կարգապահությունը, այդ թվում քաղաքացիական որպես քաղաքացիական շրջանառության մասնակից կարեւոր է։ Եվ սա միակ ճանապարհն է ներդաշնակ հասարակություն ձևավորելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարկոսյան եւ հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք կատարողական վարույթի մասին օրենքի եւ օրենքում կատարված փոփոխությունների նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր փոփոխություններին հնարավոր չէր անդրադառնալ, մասնավորապես անդրադարձան կատարողական թերթի ինստիտուտից հրաժարվելու մասին, կատարողական վճարների մասին եւ մեր հյուրն էր իրավաբանական գիտությունների տեխնացու դոցենտ Տիգրան Մարկոսյանը, օրենքի համահեղինակ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարկոսյան։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը, ցտեսություն։